Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Խոջոյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Խոջոյան, գյուղապահովագրության 25 թվականի ծրագիրն է հաստատվել, ոնց որ թե փոփոխություններ կային դրանում, ինչի մասին է խոսքը, կմանրամասնեք։ Նախ կուզեի ասել, որ գյուղապահովագրության ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին եւ փաստացի վաճառքները սկսել են իրականացվել 2020 թվականից, երբ մենք սկսեցինք շուրջ 2 մշակաբույս էր հասանելի, բայց տարիների ընթացքում այն ընդլայնվեց 13 մշակաբույս, 4 ռիսկերից էր ապահովագրում։ Սակայն 2024 թվականից սկսած մեր կողմից սկսեցին դիտարկվել որոշակի խնդիրներ եւ բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչի է օրինակ կառավարությունը 2025 թվականին նման փոփոխություններ առաջարկում, ասեմ, որոնք են այդ մարտահրավերները կամ որոնք են այդ գործոնները։ Առաջին գործոնը դա կլիմայի փոփոխությունն է։ Շատ ակներև է դառնում, որ կլիման փոխվում է եւ միջազգային գործընկերների հետ խոսելիս նույն խնդրին իրենք են առերեսվում եւ ասում են, որ այդ բնական աղետները դարձել են շատ հաճախակի կրկնվող երևույթներ, որը շատ բացասաբար է ազդում ոլորտի վրա։ Երկրորդ գործոնը, ասեմ, որ դա ֆերմերների հողատարածքների ապահովագրությանն է վերաբերում եւ ապահովագրական ընկերությունները փաստում են, որ լինում են ֆերմերներ, որոնք եթե ունենում են 5 հողատարածք օրինակի համար տարբեր տեղադիրքերում տեղակայված, ապա հիմնականում ապահովագրում են այն հողատարածքները, որոնք եղանակի հետ համատեղելի չեն։ Եվ պատմականորեն այնպես է ստացվել, որ կամ այդ հողատարածքից միշտ քիչ բերք են ստացել, կամ օրինակ ընդհանրապես չեն ստացել։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի նաև մեր հեռուստադիտողի համար, մի պահ պատկերացրեք, որ ապահովագրության, առողջապահության ապահովագրության ոլորտում գային միայն ապահովագրվելու քրոնիկ ծանր հիվանդություն ունեցող մարդիկ։ Այդ ապահովագրական համակարգը կհայտնվեր դժվարությունների առջև։ Կամ օրինակ ավտոապահովագրության ոլորտում միայն կարգազանց կամ շատ ավտոպատահարներ ունեցող վարորդները ապահովագրվեին։ Եվ նմանատիպ մի իրավիճակ է նաև դրսևորվել գյուղապահովագրության ոլորտում եւ այստեղ կառավարությունը 2025 թվականին ջանքեր փորձադրում իր ներգրավվածությունը մեծացնելով, որպեսզի գյուղապահովագրական համակարգը հասանելի լինի մեր ֆերմերների համար եւ մասնավորապես եթե նախկինում ապահովագրավճարի սուբսիդավորումը կատարվում էր 50-ից 60%, ապա այժմ մենք մեծացրեցինք մեր ներգրավվածությունը եւ այն 70-ից 80%։ Ինչ կփոխեք դրանով կարծում եք։ Շարունակեմ նաեւ ինչ փոփոխություն է եղել եւ նաեւ ասեմ թե ինչի համար ենք դա անում։ Նաև երկրորդ փոփոխությունը, որը կատարվեց, պայմանավորված էր նրանով, որ 2024 թվականին հաշվի առնելով նախկինում գործող վնասաբերության բարձր մակարդակը, վերաապահովագրական ընկերությունը, որը միջազգային վերաապահովագրություն էր տրամադրում հայկական ապահովագրական ընկերություններին, դուրս եկավ հայկական շուկայից եւ այստեղ ապահովագրական ընկերությունների համար ռիսկ էր առաջանում։ Իսկ եթե հանկարծ այդ վնասաբերության տոկոսը շատ բարձր լինի եւ իրենք կրեն վնասներ։ Եվ այստեղ կառավարությունը մեղմելու համար հայկական ապահովագրական ընկերությունների ռիսկերը այս կառավարության որոշմամբ ստանձնեց, որ եթե վնասաբերությունը լինի 200% եւ ավելի, ապա այդ չափով կառավարությունը կիրականացնի փոխհատուցումը։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ ուզում եմ նշեմ, որ այս տարի ապահովագրական ընկերությունները մի փոքր զգուշությամբ են մոտենալու ապահովագրման գործընթացին ընդհանրապես, որպեսզի բացառեն նախկինում խնդիրներ առաջացրած դեպքերը։ Դուք ասացիք, որ կան ֆերմերներ կամ նման տեղեկատվություն ունեք, որ կան ֆերմերներ, ովքեր մշակում են հողերը այն հատվածներում, որը առավել հավանական է, որ եղանակային պայմաններով պայմանավորված կարող է վնասներ կրել իրենց ցանած բերքը։ Բայց մի այսպիսի տրամաբանություն է գործում։ Արդյոք եւ երևի թե դա անում են, որպեսզի ապահովագրակ վճարներ ստանան դրա համար։ Դա կառավարության իստում նույնիսկ վարչապետն ասաց։ Բայց մի տրամաբանություն այստեղ ոնց որ թե չի գործում։ Եթե ֆերմերները որևէ տեղում որևէ բան են ցանում, դրա նպատակը պիտի որ եկամտաբերությունը լինի, այսինքն ցանեն, վաճառեն, որ հետո ստանան եկամուտ։ Արդյոք հանուն ապահովագրավճար ստանալու իրենք կգնան կընտրեն այնպիսի մի վայր, որտեղ ցանկ կիրականացնեն, հետո այդ ցանկը կարտահարվի եւ իրենք եկամուտը կփոխարինեն ապահովագրավճար ստանալու հետ։ Սա տրամաբանական է։ Ես չեմ ուզում, որ այս խոսույթը տարածվի բոլորի վրա։
Եվ ես բացարձակապես նկատի չունեմ, որ բոլորն են այդպես գործում։ Բայց այո, մենք իրականացրել ենք միջազգային փորձագետների միջոցով մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, հասկանալու համար փոխհատուցվող գումարների, տեղադիրքերի, ընդհանուր խնդիրների բացահայտման ուսումնասիրություն է տեղի ունեցել, եւ խնդիրներից մեկը նաեւ դա է արձանագրվել։ Իհարկե հաջորդ հարցը, որտեղ որ մենք երկարաժամկետ կտրվածքով պետք է այդ ուղղությամբ շարժվենք, դա հիդրոօթերևութաբանական մեր կարողությունների եղանակի կանխատեսման կարողությունների հզորացումն է եւ այս պարագայում ավելի ճշգրիտ գնահատում կկարողանանք իրականացնել, թե արդյոք այս բնակավայրում, այս հատվածում արդյոք տեղացել է կարկուտ կամ օրինակ ցրտահարությունը ինչ աստիճանի է եղել եւ մարդկային գործոնը նվազեցնելով նաեւ հաջորդ խնդիրը դա գնահատման փուլում արձանագրված խնդիր է եղել եւ հաջորդ խնդիրը արդեն այդպես կփորձենք լուծում տալ, որովհետև օրինակ երաշտ ռիսկի ապահովագրության դեպքում ոչ մի խնդիր չի արձանագրվել, քանի որ երաշտը մեր մոտ արձանագրվում է հենց հիդրոօթերևութաբանական կենտրոնի տրված տվյալների վրա եւ այս ցուցչային ապահովագրությունը այն լուծումն է, որը որ մենք երկարաժամկետ կտրվածքով տեսնում ենք։ Եթե այս ապահովագրական ծրագրի արդյունավետությունը փորձենք թվային տեսքով գնահատել, ունեք արդյոք հաշվետու տարում, թե գյուղատնտեսության ոլորտում որքան ապահովագրավճար է եղել, որքան վնասի փոխհատուցում է տրվել։ Վերջին տվյալները, եթե կան ձեր ձեռքի տակ։ 2023 թվականին հավաքագրվել է 1.8 միլիարդ դրամ ապահովագրավճար, որի 50%-ը փոխհատուցվել է կառավարության կողմից եւ ապահովագրական ընկերությունների կողմից ֆերմերներին փոխհատուցվել է 2.7 միլիարդ դրամ։ Հետևաբար կարելի է ասել, որ հավաքագրված ապահովագրավճարի եւ հետ վերադարձրած գումարի խզումը իրոք մեծ է։ Իսկ ծրագիրը իր արդյունավետությունը որքանով է կատարել այս դեպքում։ Ֆերմերները գոհ են, սակայն դե շատ ապահովագրավճար են ստացել։ Սակայն կայունության համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մակարդակներում հնարավոր բոլոր ռիսկերը գնահատված եւ մեղմված լինեն։ Պարոն Խոջյան, հիմա գյուղատնտեսական արտադրանքի ծավալների մասին խոսենք։ Տարբեր մասնագետներ ոլորտային պարբերաբար խոսում են, որ գյուղ ոլորտում ենք ունենք խնդիրներ, այս ոլորտը որևէ արդյունավետություն չունի, անկում է գրանցում, չնայած երբեմն որոշակի ցուցանիշներ ապահովում է, այդուամենայնիվ ոլորտում կան խնդիրներ ու այդ խնդիրները գնալով խորանում են։ Արդյոք գնահատականի հետ համակարծիք եք թե ոչ, եւ ներկայիս գյուղատնտեսական արտադրանքի ծավալները ինչ վիճակում են։ Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտում առկա են բազմապիսի խնդիրներ, այդ թվում նաև Հայաստանում։ Սակայն եկեք թվերով խոսենք։ 2024 թվականին վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներով գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.6% աճ։ Եթե ներառենք նաև ձկնաբուծության ոլորտը, ապա ընդհանուր աճը կազմել է 1.9%։ Գումարային արտահայտմամբ գյուղատնտեսական համախառն արտադրանքը միայն գյուղատնտեսության ոլորտում առաջնային արտադրությունը 958 միլիարդ է կազմել եւ ձկնաբուծությունը եթե գումարենք, ապա 57 միլիարդ է լրացուցիչ։ Հետևաբար միայն առաջնային արտադրանքը ապահովել է գրեթե շուրջ 1 տրիլիոն դրամ։ Իհարկե նաև մենք գործում ենք ամբողջ արժեշղթայում եւ այդտեղ գումարվում է նաև ագրոպարենային վերամշակված ապրանքները եւ արտահանումը։ Իդեպ ասեմ, որ ագրոպարենային վերամշակված ապրանքների արտահանումը ընդհանուր առմամբ 14%-ով ավել է եղել 2024 թվականին, քան 2023 թվականին էր, եւ այստեղ մենք ունենք ոչ միայն քանակական աճ, նաեւ գումարային աճ ունենք, դա վերաբերել է նաեւ գումարային աճին։ Եթե հիմնական խմբային կատեգորիաների բաժանենք, ապա կարող ենք ասել, որ չոր մրգերի, այսինքն չրերի արտահանումը մի փոքր նվազել է, միայն այդտեղ մենք ունենք որոշակի նվազում, շուրջ 25%-ի չափով քանակական առումով, սակայն գումարային համեմատականով 60%-ով ավել է եղել։ Դա նշանակում է, որ փաթեթավորված ավելի բարձր գնային սեգմենտի համար արտադրանքի արտահանվել, որը համահունչ է ընդհանուր մեր քաղաքականությանը։ Երկրորդ խմբային կատեգորիան, որտեղ մի փոքր նվազում է տեղի ունեցել, դա կոնյակի սպիրտի արտահանումն է, շուրջ 4% նվազել է 2024 թվականին, սակայն
շշալցված կոնյակի արտահանումը ավելացել է 6%-ով։ Եվ այստեղ նույնպես մեր քաղաքականության հետ այստեղ ունենք մենք համապատասխանում, որովհետև մեր նպատակն է, որպեսզի հայկական արտադրանքը ինքը ճանաչելի լինի նաև արտաքին շուկայում։ Եթե գանք օրինակ թարմ պտուղ բանջարեղենի արտահանում 2024 թվականին արտահանվել է 144,000 տոննա թարմ պտուղ բանջարեղեն, որը 11,000 տոննայով ավել է քան 2023 թվականին։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականին արտահանվել է շատ մեծ ծավալի ծաղիկ, եւ այստեղ ծաղկի արտահանման ծավալը ավելացել է շուրջ 48 անգամ։ Եթե օրինակ 2023 թվականին արտահանվում էր 11,4 տոննա ծաղիկ, ապա 2024 թվականին արդեն արտահանվել է 565 տոննա, որը որ ծաղկի համար բավականին զգալի ցուցանիշ է։ Բայց նույնիսկ ձեր նշած ցուցանիշներով հանդերձ կարծիքներն այն են, որ գյուղատնտեսական ոլորտում մենք չունենք կայուն զարգացում եւ աճ, կամ այդ աճի տեմպը շատ դանդաղ է։ Արդյոք այդպես է։ Եվ եթե այդպես է, ինչն է խոչընդոտը հիմնականում։ Տեսեք, ընդհանուր առմամբ գյուղատնտեսությունը տարբեր մարտահրավերների է առերեսվում։ Մի կողմից մենք առերեսվում ենք կլիմայի փոփոխությանը, որտեղ ականատես ենք լինում տարբեր բնական աղետների, վեգետացիոն շրջանների փոփոխություններին։ Դա իր հետ բերում է հիվանդությունների, վնասատուների ակտիվացմանը կամ փոփոխմանը, որտեղ որ ֆերմերները պետք է նաև փոխեն իրենց մոտեցումները, եւ մյուս կողմից բնական ռեսուրսների սակավությունը նկատվում ամբողջ աշխարհում, խոսքը վերաբերվում է նաև ջրի սակավությանը, ինչպես նաև հողային բնական ռեսուրսների, որովհետեւ նկատելի է, որ ֆերմերային տնտեսությունները շատ հաճախ միակողմանի են սնուցում հողը եւ հողը բավարար հագեցվածություն չի ունենում, որպեսզի ապահովի այդ բերքատվությունը։ Սակայն մյուս կողմից, եթե մենք նայում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է նոր ագրոմշակույթ եւ կառավարության դերակատարումն է այսօր ոչ միայն տարբեր աջակցող գործիքներով նպաստել, որպեսզի ֆերմերային տնտեսությունները բարձրացնեն իրենց արտադրողականությունը, արդյունավետությունը, ունենան մրցունակ արտադրանք եւ վերջնարդյունքում ավելի շատ եկամուտներ, այլ նաեւ ձևավորվի այդ նոր ագրոմշակույթը։ Օրինակ մի քանի օրինակներ կարող եմ բերել, թե օրինակ կառավարությունը ինչ գործիքներով է այսօր աջակցում ֆերմերային տնտեսություններին։ Դա էլ քննադատության թիրախում է հայտնվում, որ կառավարության այդ աջակցության ծրագրերը թիրախային չեն, արդյունավետ չեն, գուցե նաև հասցեական չեն։ Եկեք միասին դատենք, արդյոք թիրախային են, թե թիրախային չեն։ Մենք շարունակաբար ասում ենք, եւ դա երևի թե անքննելի է, որ փոքր հողակտորների վրա ծախսերը ավելի մեծ են եւ արդյունավետությունը ավելի ցածր է։ Հետևաբար, եթե այդպիսի մի գաղափար մենք ընդունում ենք, որ փոքր հողակտորների արդյունավետությունը ցածր է, կառավարությունը առաջարկում է մի գործիք, որը որ նպաստում է հողերի կոնսոլիդացիային։ Եթե ֆերմերը, գյուղացիական տնտեսությունը ցանկանում է կոնսոլիդացիա իրականացնել, ապա 5 հեկտարից մինչև 200 հեկտար կոնսոլիդացնելու դեպքում կառավարությունը հետ է վերադարձնում հողի կադաստրային արժեքի 30%-ը։ Հողերը միավորվեցին, այնուհետև ֆերմերներին անհրաժեշտ է, որպեսզի գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերեն։ Այստեղ կառավարությունը նույնպես ունի ծրագիր, որտեղ որ առաջարկում է, որպեսզի ֆերմերային տնտեսությունները 2% տարեկան տոկոսադրույքով իրենց համար այդքան է հասանելի, իսկ սահմանամերձ տարածքներում 0% է, 20% կանխավճար վճարելով կարողանան մուտք ունենան գյուղատնտեսական տեխնիկային։ Իդեպ ասեմ, գյուղտեխնիկա լիզինգի ծրագրով ձեռք բերելու համար լրացուցիչ գրավի առարկաներ պետք չեն, որովհետև հենց տեխնիկան է հանդիսանում այդ առարկան։ Այնուհետև ընտրությունը հետևյալն է, կարող են օրինակ զբաղվել այգեգործությամբ, ջերմատնային տնտեսություններով, այստեղ նույնպես կառավարությունը առաջարկում է բավականին գրավիչ պայմաններով առաջարկներ ունի ֆերմերային տնտեսությունների համար։ Հետո գալիս են կաթիլային ոռոգում, ջրավազաններ, որպեսզի ջրային ռեսուրսները կարողանան արդյունավետ օգտագործեն։ Ու ոչ միայն ջրային ռեսուրսների մասին է խոսքը գնում, որովհետև ոռոգման համակարգերը իրենք նաև հնարավորություն են տալիս, որպեսզի դու ճշգրիտ կերպով նաև պարտանյութը սնուցես կամ սնուցումը իրականացնես քո մշակաբույսերի, եւ այստեղ կառավարությունը փոխհատուցում է ծախսերի 50%, այսինքն ռեզերվուար
կառուցելու եւ կաթիլային համակարգ դնելու, իդեպ երբ դա վերաբերում է եւ ստացիոնար եւ շարժական կաթիլային համակարգերից, ֆերմերային տնտեսությունների քանի տոկոսն է օգտվել, նույն կոնսոլիդացիայի ծրագրից, քանի տնտեսություն է օգտվել, քանիսն են կոնսոլիդացիայի ծրագիրը նոր է մեկնարկել, արդեն ընդհանուր մենք ունենք շուրջ 500 հեկտար կոնսոլիդացնելու հայտեր, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը բավականին մեծ ակտիվություն ունի եւ այստեղ մենք տեսնում ենք, որ տարեստարի մեր նպատակները ճիշտ է կառավարությունը սահմանել է տարեկան 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի աջակցություն, սակայն երբևէ կառավարությունը չի սահմանափակել լրացուցիչ տեխնիկայի աջակցության ձեռքբերման համար աջակցությունը եւ օրինակ 2024 թվականին մենք ունեցել ենք 920 միավոր գյուղտեխնիկայի ձեռքբերում այս ծրագրի շրջանակներում, մինչդեռ կառավարության թիրախը 500-ն է եղել։ Այնուհետև երբ արդեն այգին կամ ջերմատունը հիմնվել է, անհրաժեշտ է որպեսզի կամ մի քանի տարբերակ ունի ֆերմերը, կամ այն վաճառի, կամ վերամշակի, կամ արտահանի, եւ այստեղ կառավարությունը նույնպես առաջարկներ ունի ֆերմերային տնտեսությունների համար, մեր ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակներում կարող ես ձեռք բերել կամ կառուցել գյուղատնտեսական պահեստ, կարող ես կառուցել սառնարանային տնտեսություն, պահպանես, որպեսզի ոչ սեզոնի ժամանակ հետագայում վաճառելու համար, կամ կարող ես ինքդ վերամշակումը իրականացնել։ Եթե այնուամենայնիվ դուք որոշում եք օրինակ ձեր արտադրանքը հանձնել մթերող կազմակերպություններին, ապա մթերող կազմակերպությունները, որպեսզի շատ մթերում իրականացնեն, այդտեղ կառավարությունը առաջարկում է մթերման նաև վարկեր։ Տալիս ենք ֆերմերային վերամշակող կազմակերպություններին, որպեսզի ավելի շատ մթերումներ իրականացնեն։ Տալիս ենք պետական երաշխիքներ նույն արտահանում իրականացնելու համար, մթերում իրականացնելու համար։ Սա մի ընդլայնված գործիքակազմ է, որը մեկ կետով չի կարելի նայել, բայց ասել, որ նպատակային չեն, ես այստեղ չեմ համաձայնվի, հակառակը կառավարության կողմից հատուկ ընդգծված է, որ այն նպատակը, որին որ մենք հետապնդում ենք, եւ դա գյուղատնտեսության ինտենսիվացումն է եւ արդյունավետության, արտադրողականության բարձրացումն է, այդ նպատակների համար անհրաժեշտ գործիքակազմի աջակցությունն է։ Պարոն Խոջյան, դուք եւս կառավարությունը եւս բարբերաբար խոսում է այդ ինտենսիվ գյուղատնտեսության կարեւորության ու անհրաժեշտության մասին, բայց տվյալներ կան, թե Հայաստանի տարածքի որքան հատվածն է ինտենսիվ գյուղատնտեսությամբ հիմա զբաղված, եւ հնարավոր է արդյոք ավանդական գյուղատնտեսության եւ ինտենսիվ գյուղատնտեսության համադրությամբ ավելի մեծ արդյունք գեներացնել, թե ոչ, թե դրանք անհամատեղելի են։ Տեսեք, ծրագրի մեկնարկից մինչ օրս մենք ստացել ենք շուրջ 7700 հեկտար այգեհիմնման հայտ։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ արդեն փաստացի հիմնված 3270 հեկտարը փաստացի հիմնված է։ Եթե մենք ավելի հետ ենք գնում 2018 թվականին բազմամյա տնկարկները Հայաստանում կազմել են 35000 հեկտար, իսկ 2024 թվականին այն կազմել է շուրջ 42000 հեկտար։ Այսինքն մենք տեսնում ենք, որ բազմամյա տնկարկները այգեգործությունը իրենք աճ են ապրում եւ նմանատիպ մենք նաեւ տեսարան ունենք ջերմոցային տնտեսություններում եւ վերջերս մենք մի ծրագիր մեկնարկեցինք 1 հեկտար եւ ավելի ջերմոցային տնտեսություններին խրախուսման համար եւ այստեղ մենք արդեն ունենք շուրջ 35 հեկտար ջերմոցահիմնման հայտ, որոնք որ արդեն ընթացքի մեջ են։ Համատության համար ասեմ, որ պատկերավոր լինի, թե ինչ է նշանակում 35 հեկտարը, դա մոտավորապես այդ առաջադեմ տեխնոլոգիաներով արկա ջերմոցային տնտեսությունների գրեթե 10-ից 13%-ն է կազմում։ Դա լավ ցուցանիշ է ցես։ Իմ կարծիքով այո, հաշվի առնելով որ ծրագիրը 1 տարի է որ մեկնարկել է, եւ այստեղ մի տեղեկությամբ եմ նաեւ ուզում կիսվեմ մեր հեռուստադիտողների հետ, որ ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակներում ֆերմերային տնտեսություններ կարող են ձեռք բերել նաև ջերմոցների կոնստրուկցիաներ, լիզինգի ծրագրի շրջանակում եւ այդտեղ միայն սահմանափակումը դա 2 միլիարդ դրամ գումարային սահմանափակում ենք դրել, այսինքն հեկտարներով սահմանափակված չէ, ուղղակի այն պետք է լինի ամբողջական կոնստրուկցիա ջերմոց եւ այդ հնարավորությունը նույնպես կա։ Իսկ ավանդական գյուղատնտեսության եւ ինտենսիվ գյուղատնտեսության համադրության հետ կապված ինչ կարող եք ասել, հնարավոր է որ երկուսը միասին ավելի մեծ արդյունք ունենանք, թե ամեն դեպքում ավանդական գյուղատնտեսությունը իր մրցունակությունը ուղղակի կորցրել է այսօր։
ինտենսիվ գյուղատնտեսությունը խրախուսելով դա ինքնանպատակ չէ։ Ինչպես ես նշեցի, կառավարության նաև կարևոր հանձնառություններից է այդ նոր ագրոմշակույթի ձևավորումը։ Եթե մենք խոսում ենք եղանակային պայմանների փոփոխության, կլիմայի փոփոխության մասին եւ կարևորում ենք անհրաժեշտությունը օրինակ հակակարգտային ցանցերով ապահովումը, ապա ավանդական այգիների վրա այդ հակակարգտային ցանցերը, որտեղ որ ծառերը 4 մետր 6 մետր բարձրություն ունեն, այդտեղ դառնում է ոչ արդյունավետ եւ գրեթե անհնարին այդ ամենը կիրառել։ Եվ հետեւաբար, երբ որ մենք տեսնում ենք, որ որոշակի փոփոխություններ են, նաեւ միջավայրային փոփոխություններ են տեղի ունենում, ապա անհրաժեշտ է, որպեսզի մենք շատ սահուն անցում կատարենք։ Եվ հաջորդիվ, օրինակ, երբ մենք խոսում ենք շուկաների դիվերսիֆիկացման մասին, նոր շուկաների մուտք գործելու մասին, ես կիսվեմ ձեզ այդ իմ փորձառությամբ 2021 թվականն էր, կապեր հաստատեցի հոլանդական մեծածախ շուկայի բորսայի հետ եւ իրենք համաձայնեցին, որ Հայաստանից ինչ որ մի ապրանք արտահանվի եւ բորսային վաճառվի։ Այդ ժամանակ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ եւ հարցադրում արեցին, թե օրինակ եկեք մի ապրանք ընտրենք, մի քանի ապրանքներ սեզոնային իրենց առաջարկելուց հետո իրենք որոշեցին, որ դա պետք է լինի նուռը։ Եվ մեր տնտեսվարողները նույնիսկ չկարողացան, ավանդական այգիներ ունեցողները չկարողացան այն առաջարկը ներկայացնել եվրոպական գնորդին, որը համապատասխանում էր իրենց պահանջներին, դեռ առաջարկի մակարդակով, որտեղ որ պետքա սորտը ճիշտ նշված լիներ, չափը ճիշտ նշված լիներ, տարբեր փաթեթավորումները նշված լինեն։ Դա ցավոք սրտի ավանդական այգիներում մի քիչ խաթարված գործընթաց է, այդ է պատճառը, որ որոշ մշակաբույսերի դեպքում օրինակ մենք արտահանում ենք տարեկան շուրջ 30-ից 35000 տոննա ծիրան, բայց արտահանողների թիվը ահռելի մեծ է։ Մի քանի տարի առաջ ինձ հետաքրքիր էր տեսնել, թե քանի արտահանող ունենք, 2400 արտահանում է ընդամենը 30000 տոննա ծիրան, կամ խաղող ենք արտահանում 16000 տոննա 970 արտահանողով։ Եվ այս ամենը փոքր արտահանումները ստեղծում են նաև արհեստական թանկացումներ, դժվարություններ, եւ դա է պատճառը, որ եւ իրար հետ համատեղ աշխատանքը տեղի արտադրողները միասին համախմբվելով, իրենց ուժերը ներդնելով, համատեղելով, շուկաները ավելի դիտարկելի դարձնելով եւ լոգիստիկ ծախսերը օպտիմալացնելով, այս համագործակցությունն է, որ պետք է ապահովի այդ նոր շուկաների կամ շուկաներում մրցունակ արտադրանքի հայտնվելը։ Շնորհակալ եմ ձեզ։ Զրուցակիցս Արման Խոջոյանն էր, կհանդիպենք։